Ամերիա բանկն անցկացրել է առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի երկրորդ փուլը։ Սա փուլը հետգրասենյակային ստորաբաժանումների բոլոր գործընկերների համար, որի ընթացքում նրանք իրականացնում են միասնական քննարկումներ, թե ինչ խնդիրներ են առաջանում առաջնային սպասարկման ոլորտում, ինչպես է աջակցում հետգրասենյակային թիմը այդ խնդիրների լուծման եւ գործընթացը շատ աշխատանքային, դինամիկ եւ ներգրաված մասնակցություն պահանջող գործընթաց է։ Առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի երկրորդ փուլը վարել է ԱՄՆ սպասարկման որակի ինստիտուտի մագիստրոս եւ հուզական բանականության ոլորտում որակավորված քոչ Անետա Կարոպկինան։ Հրավիրյալ դասընթացավարը Ամերիա բանկի հետ համագործակցում է դեռևս 2018 թվականից։ Ես անչափ ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ Ամերիա բանկն այն հազվադեպ բանկերից է, որը պարզապես դասընթացներ չի կազմակերպում, այլև ձևավորում է սպասարկման մասին նոր պատկերացումներ, վերաբերմունք ու մտածելակերպ, որը ոչ միայն արտացոլվում է կազմակերպության ամենօրյա աշխատանքում, այլև սահմանում է բարձրագույն սպասարկման նոր ստանդարտներ շուկայում։ Բանկի հետգրասենյակային անձնակազմի համար կազմակերպված վերապատրաստման երկրորդ փուլը բաղկացած էր երկու բաղադրիչից։ Վերապատրաստման ընթացքում կատարելագործվել են ներքին դասընթացավարների հմտությունները, այդ թվում նրանց կողմից ներքին դասընթացավարների դասավանդման ու ուսումնական նյութեր մշակելու կարողությունները։ Վերապատրաստումն իրականացվել է բանկում ներդրվող ուսուցման կառավարման համակարգի գործընթացի ներքո։ Քառօրյա վերապատրաստման երկրորդ բաղադրիչը Service Mindset դասընթացն է, որին մասնակցել են հետգրասենյակային թիմերի ղեկավարները եւ որի նպատակն է բարձրացնել սպասարկման առաջնային օղակի եւ հետգրասենյակային թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը, ինչն իր հերթին խթանելու է հաճախորդներին մատուցվող սպասարկման որակի շարունակական բարելավմանը։ Այս ծրագրի առաջնային նպատակը եւ թիրախը հենց թիմային համագործակցության իրականացումն է, քանի որ այո, մենք բոլորս հասկանում ենք, որ սպասարկումը սկսվում է եւ շարունակվում է կազմակերպությունում եւ մեր համակարգում գոյություն չունի հետգրասենյակային կամ առաջնային սպասարկում։ Այս ձևաչափը այդ համագործակցության քննարկումները առանձին կենտրոնացումով իրականացնելու համար են, որպեսզի մարդիկ կարողանան մի պահ աշխատանքից կտրվեն եւ կարողանան իրավիճակներին նայեն միմյանց աչքերով։ Թրեյնինգի արդյունքում վերապատրաստվել է 27 ներքին թրեյներ, իսկ Service Mindset-ի դասընթացին մասնակցել են շուրջ 60 հետգրասենյակային մենեջեր։ Դասընթացի ժամանակ մենք հնարավորություն ենք ունենում եւ գործընկերների հետ միասին կոնստրուկտիվ շփման արդյունքում վերհանել մանրուքներ, շատ կարևոր դետալներ, որոնք թույլ են տալիս հասկանալ ինչպես մենք կարող ենք աշխատել, միմյանց հետ համագործակցել, որ աննշան թույլ թվացող դետալները, մանրամասնությունները կարողանան բերել մեծ փոփոխությունների։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում հաջողելու համար ցանկացած կազմակերպության համար միայն տեխնոլոգիական լուծումների կիրառումը բավարար չէ։ Հաջողությունը գալիս է ժամանակակից տեխնոլոգիաներն ու լուծումները մարդկային շփման, սպասարկման որակի եւ հոգատարության հետ համադրելու արդյունքում։ Միջազգային հետազոտությունների համաձայն եւս սպասարկման ոլորտի բոլոր ուղղությունների կենտրոնում շարունակում է մնալ մարդը։ Եվ այս ծրագրով բանկը վերահաստատում է, որ Ամերիան առաջին հերթին բանկ է մարդկանց մասին։